հնարավոր չի երբեմն նկարագրել իրավիճակը։ Առաջին բայթուն եղավ շատ մոտիկ էր, 24 ժամ ես չգիտեի իմ աղջիկը որտեղ է, լույսեր, գրակոծներ, շատ մոտիկ ու հետ էի դառնում։ Լացում էի, փորձում էի քաշքշել, երկու ընկերուհիներս եղբայրները զոհվեցին, այդքան ինչի ես փորում, այսքան մարդ կա, որ պիտի մենք հուղարկավորենք, կարող է հաջորդը ես լինեմ, իմ որդին լինի, իմ ամուսինը լինի, ու հասկանում ես, որ այս ամենը մարդկային չէ։ Ես Տաթև Սողոմոնյանն եմ, ծնվել եմ 1975 թվականի մարտի 11-ին Արցախի Մարտունու շրջանի Բերթաշեն գյուղում։ Ավարտել եմ նույն գյուղի դպրոցի միջնակարգ, այնուհետև ընդունվել եմ Արցախի պետական համալսարան եւ երկար ու ձիգ 25 տարի աշխատել եմ որպես գրականության դասախոս Գրիգոր Նարեկացի համալսարանում եւ Արցախի պետական համալսարանում, մինչեւ 22 թվականի սեպտեմբերի 20-ը։ Սկզբից դա ավելի շատ մարտահրավերի նման մի բան էր, անգամ մեզ ուժ էր տալիս այդ ամենը, ոգևորությամբ, ինչ որտեղ զվարթ տրամադրությամբ փորձում ենք սկզբից ինքներս մեզ, հետո արդեն կարծես թե աշխարհին ապացուցել, որ սա մեզ համար շատ չնչին մի փորձություն է, որը կհաղթահարենք անպայման։ Բայց իհարկե գնալով, երբ գլորվեցին ամիսները, արդեն զգացինք, որ կան որոշակի անհրաժեշտ իրեր, մթերքներ, որ պիտի ունենանք ընտանիքի անդամներին, արդեն զգում ենք, որ դժվարանում է, բայց էլի փորձում էինք այդ ամենը հաղթահարել այրությամբ, այսպես լայն սրտով, երբեմն կատակներով։ Ճիշտ ասած, իմ բախտը մի քիչ երևի թե բերել է այդ առումով, մենք սեփական տան ենք ապրում ու ես մի տեսակ նաև այսպես անբարելու, պահեստավորելու բնավորությունների ունեինք ահագին այսպես պահուստ եւ մթերքներ ու չզգացինք այդպես շատ սուղ չկար օր, որ ասենք թե չունեինք որևէ մի փոքրիկ բան ուտելիք չունենայինք, նույնիսկ փորձում ենք օգնել մտերիմներին, հարազատներին, բայց արդեն վերջին պահերին կար հոգեբանական մեծ ճնշում եւ նաեւ անընդհատ այսպես խոճապային տրամադրություններ, վախ, որ կարող այս ամենը իհարկե չէինք մտածում, որ այդպես կլիներ, դա անգամ ամենավատ երազում չէինք մտածում, բայց մտածում էինք, որ գուցե մի քիչ դժվար կլինի հաղթահարել, արդեն երեխաների մասին էինք մտածում ու նաեւ բայց մտածում էինք, որ եթե ձմեռը անցնի, ամեն ինչ լավ կլինի, պատրաստում էինք ձմռանը, միշտ այդ 3 ամիսներն էր մեր աչքի առաջ, եթե ձմեռը անցնի, արդեն գարնանը երևի թե ավելի հանգիստ կլինի։ Կսովորենք այդպես էլ ապրել, կսովորենք ապրել մեկուսացած ինքներս մեզնով։ Մտածում էի, որ նաև այդպես չի շարունակվի։ Մտածում էի, որ նաև պիտի խառնվեն ավելի այսպես ավելի կարող ուժեր պիտի մեզ օգնեն։ Բայց նաև զգում էի, որ պետք է մենք այդ ամենը փորձենք անել արիությամբ, չկոտրվելով, կամքի ուժով, այսինքն չհուսահատվել։ Դա էր ամենամեծ կարգախոսը իմ համար, դա էր չհուսահատվել։ Համերաշխ էինք ավելի շատ ընտանիքի անդամներով, բարեկամներով, հարևաններով, այդ էլ սկսվեց նաև իրար հանդեպ ավելի հոգատարություն, հարցնել ինչի կարիք կա կամ քո կարիքը ասել մարդկանց։ Մի տեսակ այդ վերջին օրերին իրոք որ մեկ հիմա երբ զանգում եմ հարևաններիս, ասում եմ, հիշում ես Երանի այն օրը, երբ զանգեցիր, ասացիր հաց եմ թխել եւ տանը միս կա, երեխեք հավաքիր, եք կերանք, ասում տակ է, այստեղ կարող եք նաեւ այստեղ քնել, ինչ կա որ հիմա քո տունն է, իմ տունն է, կարևոր է տակ լինի, ուտելիք լինի, այդ համերաշխությունը կար։ Մի անգամ էլ բնացինք հացի հետ կանգնեցինք ամբողջ գիշեր, հաց չընկավ ինձ, բայց բան բերեցի, խմորը բերեցի, պարզվեց, որ այնքան էին շտապել հաստուղները, որ դրոշ չէին գցել։ Հիմա թխեցի, ահա որ մի բան ստացվեց, ինչ որ բին զանգված, այսպես լաց եղավ, էլի փոքր տղաս ասում է, ես սա չեմ ուտելու, չեմ կարողանում ծամել, հաջորդ օրը նույնիսկ գնացինք կանգնեցինք, հիմա առաջին շարքերում ենք, պիտի որ քանի որ արդեն ժամեր առաջ, ես հիշում եմ, որ 800 քանի երրորդ, այսպեսի ցուցակներ ունեինք, հիմա երբ ոչ մեկը չի հավատում, որ կարող է մարդ մի ամբողջ գիշեր կանգնի, որպեսզի 2.5 հաց բերի տուն։ Մի հատ կատու եկավ անցավ այդ բանով, այդ հաստուղի մոտով, այս հայվանս ասում է,
բայց ինչու կատուն անցավ, կարող անկարծ հացի մեջ մազ լինի։ Ես չգիտեմ, մի մարգարեական նախազգացում ասում եմ, ժամանակ ա գալու, մենք այս կաուտելու ենք այս կատուն անցած հացի անգամ այսպեսի ոչ հիգիենիկ միջավայրի հացներ ենք կաուտելու։ Ու հիմա ասում եմ, հիշում ես այն, ասում եմ, որ մի հատ կատվի մազով հաց լիներ, բայց այնտեղ լինեինք եւ մեր երկրում ապրեինք։ Ստեփանակերտի Կասիվոյ կոչված այդ վայրում էի, երեխաների տուն բերում փոքր տղայիս դպրոցից։ Ու առաջին բայթուն եղավ շատ մոտիկ էր։ Շվարած կանգնեցի մի քանի վայրկյան, մտածելով, որ երևի ինչ-որ կամ մեքենայի ինչ-որ անիվ է, կամ ինչ-որ մի այլ բան է, բայց զգացի, որ ժողովուրդն է տագնապած է, ու արդեն երկրորդ, երրորդ բայթունները որ եղան, հենց մտա այդպես հրուշագաղտնի բան կար, այդպես գործարան կար, մտա այդ շենքի մեջ, առաջին հարկ, բայց տեսա, որ շարունակվում է։ Հենց նույն պահին ամուսինը զանգեց, որ որտեղ կաս շարժվես, ես գնում եմ։ Զինվորական էր եւ ասաց ոչ միտեղ չգաս տուն։ Հենց որտեղ կաս այդտեղ էլ մնա, որտեղ մեր տունն էր մի քիչ ծայրամասային էր։ Եվ հետո այսպես անորոշություն, իջանք արդեն շարունակվեց, իջանք այդ նույն շենքի նկուղ ու 24 ժամ ես չգիտեի իմ աղջիկը որտեղ է, արդեն ես չունեի կապ, լույս չկար քաղաքում, որ միացնեինք։ Եվ 24 ժամ ես չգիտեի որտեղ է իմ տղան, իմ աղջիկը, գիտեի, որ ամուսինս արդեն դիրքերում է։ Մի քանի անգամ փորձեցի դուրս գալ տուն, գոնե դուռը փակել, բայց ես դուրս էի գալիս, իսկույն էս լույսեր, կրակոցներ, շատ մոտիկ ու հետ էի դառնում։ Չգիտեմ, ահագին մարդիկ եկան, գնացին, կենտրոնական նկուղ էր, գյուղերից էին գալիս, նույնիսկ այսպես մեքենաներով, արդեն այսպես լուրեր, որ մտել են, առաջ են գալիս, հարձակվել են եւ այլը։ Աղոթում ենք միայն թե լույսը բացվի ու շարունակվի այս ամենը։ Մտածում էի, որ վերջանա։ Թող ինչ ուզում է լինի, միայն թե արդեն հոգնել ենք երևի թե, այդ միայն թե վերջանա։ Եվ ժամը 1-ին մի կերպ կարողացա դուրս գալ։ Եկա տուն, իմացա, որ աղջիկս հենց քոլեջի նկողում էր մնացել, դե տղաս միշտ այսպես փորձում էր թիկունքում ինչով հնարավոր է օգներ, բայց ամուսինս մինչև վերջին օրերը, մինչև ամսի 27-ը դեռ դիրքերում էր։ Իր կարծիքով դեռ ինչ-որ բան էր փոխում իր երկրի համար։ Հետո արդեն բոլորիս հայտնի այսպես անհասկանալի, անմարսելի դեպքերը տեղի ունեցան։ Մեր տունը հենց այնպեսի վայրում է, որ տեսնում էինք 4-5 անգամ ամբողջ քաղաքի բնակչությունը գնաց օդանավակայանի հետ եկավ։ Երեխաներով, ծանրոցներով, լացելով, չգիտեմ, բոբիկ, տագնապած, ժողովուրդը չգիտեր ինչ աներ, ինչ կլինի հետո։ Անգամ ես դուրս եկա վերջին օրերին փողոց ու տեսա, որ մարդիկ այսպես խմբերով գնում են։ Կարծես թե բոլորը գիտեն, որ պիտի գնան, բայց ոչ մեկը չի ասել, որտեղ է գնում, ինչ է անում, որտեղ պիտի մնաք, արդյոք բաց է ճանապարհը, փակ է ճանապարհը։ Ես փորձում եի մարդկանց համոզել, որ իհարկե ես այդ չունեմ այդ իրավասությունը, որ համոզեմ մարդիկ մնան, ես կարող եմ ինքս մնալ, իմ ընտանիքի անդամներին չթողնել, բայց ասում եմ ինչի եք գնում, ու մարդիկ մտածում են, որ ես երևի ինչ-որ բան եմ պատահել ինձ հետ, ընտանիքի անդամի կորուստ կա ու հարցնում էին, ամուսինը եկել է տանն է, ինչու ես այդքան վատ վիճակում, ասում եմ որտեղ եք գնում, ինչ է պատահել, լացում էի, փորձում էի քաշքշել, ասել գնացեք տուն, հանգստացեք, գուցե մնանք մի քիչ, մինչև հունվար, մինչև գարուն, երևի չէի հասկանում ու մտածում էի, որ դեռ վերջը չէ սա։ Երևի ամենաողբերգական վայրկյանը րոպեն այդ 25-ի երեկոն էր, մենք նստած էինք տանը, բայթունը որ եղավ, մտածեցի, որ ինչ-որ մեկը տունն է վարել իր, երևի ջղանացած ինչ-որ մեկ կամ ինչ-որ հրազեննո ինչ-որ բանով, զենքով տունն է բայթացրել, դուրս եկա մոտիկ էր մեզնից այդ մցակայանը, տեսանք, որ չէ, ահավոր մեծ պես կրակ է, հրդեհ է, զանգեց քույրս Երևանից, ինքը բուժքույր է, ավելի շուտ էր դուրս եկել, երեխաները շատ փոքր էին, ասաց, եթե կարող ես, հնարավոր է սպիտակ սավաններ, շորեր ընդհանրապես, գնա մեր տնից, ձեր տնից, եթե կարող ես, տար հիվանդանոց։ Գնացի, բայց զգացի, որ դա իմ ուժերից վեր է, չկարողացա օգնել ոչ մեկին, զգացի, որ չեմ դիմանում։ Ահավոր էր վիճակը։ Դրեցի այդ ամենը մի անկյունում եւ փախա եկա տուն։ Արդեն 26-ին, 27-ին, երբ նույն ճանապարհը բացվեց, ծնողներս եկան, մի քանի օր մնացին մեր տանը, բայց մինչ այդ նաեւ Մարտակերտի մեր բարեկամներն էին
կարծես Երուսաղեմի մեջ այդ գերակրել արդեն ինչ կար չկար հավաքում էինք եւ այլը Երուսաղեմի մեջ մոռացա անգամ այդպես իմ վրա դրված էր ավելի մեծ պարտականություն մարդկանց գերակրել, այսպես օգնել, տեղավորել, այդ ամենի մեջ մոռացա անգամ որ կարող է նաեւ ես էլ հնարավոր ես էլ դուրս գամ, չէի մտածում դրա մասին ընդհանրապես արդեն ամսի վերջին զգացի որ պետք է երեխաներին ուղարկեմ, որովհետեւ զանգում էին քույրս հրա հազանգում որ ես քեզ չեմ մեղադրում, բայց կմեղադրեմ որ երեխաներդ մնան այդտեղ, ուղարկիր ես կպահեմ իրանց։ Ու ուղարկեցի փոքրերին։ Ես մնացի ամուսինս ընդհանրապես միտք չուներ, ասաց ես չեմ ուզում դուրս գամ։ Ես դուրս չեմ գալիս։ Եվ պատկերացրեք այդ վերջին օրերի խաղաղ օրերը, ոչ մի կարակոս չկար։ Սիրուն օրեր, սիրուն երկիրեր։ Քսանհինգին երբ 24-ին էր այդ մեծ չեմ ուզում ասել մեծ այդ աներևակայել թաղում այդ օրը որ երկու ընկերուհիներիս եղբայրները զոհվեցին մեկի դիակը դեռ չէին գտել դեռ հույս ունեինք որ դեռ ողջ է Դավիթը դեռ ողջ է անդադ գնում ենք դիահերձարաններ ընկերուհուս հետ բայց չէին գտնում ու ուրախանում ենք բայց իհարկե վերջում ասացին որ արդեն գտել են իրանք բերեցին այստեղ դիակը հուղարկավորեցին բայց Արտուրին այնտեղ թաղեցին եւ կինը նայեց ինձ ասում է խնդրում եմ գիտեմ որ դու ուզում ես մնալ ես երեխաներին պիտի հանեմ բայց խնդրում եմ մինչեւ ինչքան մնաս գոնե ամեն կիրակի կգնաս ասում եմ ես խոստանում եմ բոլորին կգնամ տեսության առանց ծաղիկ ոնց որ կլինի ու գնացինք այդ եղբայրության գերեզմանատուն ես տեսա որ հենց իմ տան հիմքը ով կտրել է այդ նույն մարդը փոսեր է փորում ասում եմ Արսեն ինչ ես անում այդքան ինչու ես շատ փորում տեսա որ ինքն էլ իրան լավ չի զգում ասում հեռացիր մի խանգարիր ինձ ասում բայց այդքան ինչի ես փորում այսքան մարդ կա որ պիտի մենք հուղարկավորենք ասում եք գնա տուն ու պատկերացնում եք մարդ կինը մայրը արագ թաղում է իր երեխային որ դուրս գա ես երևի թե հենց սա ինչպես գրել սրա մասին ես չգիտեմ գրկում ես ծնողին եւ չգիտես իրոք որ չգիտես ինչ ասես որովհետեւ այդ նույն ցավի կրողը դու ինքդ ես ինչպես ինքդ քեզ մխիթարես ես ինքս ինչ ասեմ որովհետեւ այդ մարդկանց ես սիրում եի հարազատի նման որովհետեւ գիտեի որ կարող է հաջորդը ես լինեմ իմ որդին լինի իմ ամուսինը լինի ու զգում ես որ մի պահ ասում ես գուցե ավելի լավ է հենց մնալ այստեղ եւ լինել նրանցից մեկը այդ նույն հողում թաղվել այսպես ավելի լավ է մնալ լացել նրանց համար գնալ որ կարողանաս հիշես ու մի պահ է գալիս եւ կարծես թե այդ պահին ես դեպի եկիք նայեցի ու վեր ես բարձրանում այդ ամենից ու գալիս է մի վերերկրային վիճակ չգիտեմ երբ չես կարողանում անգամ դու վեր ես ողբից, լացից, ցավից ու հասկանում ես որ այս ամենը մարդկային չէ չգիտեմ ինչպես այս ամենի մասին գրել որ կարողանաս այդ ողջ ցավը ցույց տալ աշխարհին երբ մայրը գնում է ճանապարհին լսում է որ որդու մարմինը գտել են ինքը հույս ուներ որ դեռ ողջ է եւ չի կարողանում հետ դառնալ եւ զանգում է ասում է չեմ կարողանում հետ դառնալ այսինքն իմտեղ եթե հնարավոր է լաց եղեք եթե հնարավոր է իմտեղ մոտեցեք գերեզմանափորին փոստին եթե հնարավոր է չգիտեմ սա ողբերգական բան է սա անպատմելի բան է ես դուրս եկա քաղաք ու զգացի որ համար արդեն մարդ չկար ռուս զինվորներ կային ու ես թվում է նաև կային ճշնամու զինվորներ որովհետև ինչ որ այլ ձևով էին խոսում կոտրված ռուսերենով բայց մեզ ասում էին որ դուրս եկեք մենք պատասխան չենք տալիս դրա վտանգության համար հանգիստ խոսում էին մեր հետ բարձրախոսներով դարագի գраждане մենք պատասխան չենք տալիս դուք ռուսերեն բայց գնացեք տուն մտեք տուն այստեղ մի մնացեք այստեղ անվտանգ չէ ասիկա մի քայլեք փողոցով ես դա էի լսում հետո ինչ որ մեկը մոտեցավ եւ փորձեց այն բանը կոտրել դրա մարգղերը կոտրել հա եւ փող էին ուզում զգացի որ այդ կացվոյին կոտրում են որ փող անեն ես կականից վախեցա այդ պահին մտածելով որ կարող եմ ներկայացուն իրանց խանգարում է չպիտի տեսնեմ այդ ամենը եկա տուն
ու զանգեցի քրոջս, որ երևի թե ես եմ դուրս գալիս։ Արդեն ես չկարողացա։ Մտնում ես քո տուն, մտնում ես քո խոհանոց եւ զգում ես, որ վերջին անգամ ես հատ սարքում, վերջին անգամ ես օգտվում քո տան պայմաններից։ Մարդիկ նկարներ ունեն, տունն են նկարել, եւ թե ավելի ուժեղ են այդ մարդիկ, որ կարողացել են այդ ամենը անել։ Հարևանուհիս մի քանի անգամ իջավ մեքենայից, եկավ պատերն է համբուրում, մուտքն է համբուրում, հողն է համբուրում, ես ասում Լուսին, այդպես մի արա, մտիր մեքենա, 3 անչափահաս երեխա ուներ եւ լացում էին մեքենայի մեջ, ես անգամ դա չկարողացա անել, բայց բոլորը գիտեն, թե ես ոնց եմ իմ տունը սարքել։ Յուրաքանչյուր քար իմ ձեռքի հետքը ունի, այդ ասում իմ, դա հենց ես ուղիղ իմաստով եմ ասում իմ, յուրաքանչյուր քար երազանքով դրած իմաստ ունի այդ տանը դրած, այդ 3 հարկային տունը մենք ինչպեսի այսպես տարիների վաստակով, ես այդ նույն գումարով կարող էի հենց մայրաքաղաքում 3 տուն առնել ու տեղափոխել այստեղ ապրել, բայց դիտմամբ չարեցի, մտածում էի, որ անեմ, տղաս կգա այստեղ, հետո աղջիկս կարող է հանկարծ գա, բայց մեր երկիրը, մեր դրախտավայրը ում պետք է մնա։ Ես արդեն մտածում էի, որ պետք է այդ այգու իմ թորները խաղան, այդ 100 քանի ծառը մենք ենք դրել։ Ես դա հենց այնպես չեմ դրել եմ, որ իմ թորները այդ պտուղները ուտեն, ու ես համոզված էի դրանում։ Ես թողել եմ ինձ այնտեղ, ու այնտեղ դեռ ապրում է այդ մարդը։ Ու գուցե այս չբաժանվելը, այս հրաժեշտ չտալը, ես հանգիստ դուրս եկա, դուրը չեմ փակել, փակել եմ, բայց չեմ կողպել, բանալին, բայց վերցրել եմ, չգիտեմ ինչի, ու այդ վերջին անգամ չնայելը, գուցե թե դա է պատճառը, որ ես անընդհատ իմ երազների մեջ այնտեղ եմ, ես չեմ հուսահատվում, ես գիտեմ, որ կա երկիրը, կա ճանապարհը, ու հնարավոր չէ, այդ երկինքը առանց մեզ, այդ օդը առանց մեզ, իմ երազներում այնքան անծանոթ է հոտը, այնքան անծանոթ են պատկերները, ես գիտեմ, որ պիտի այդ ժապավենները նույնիսկ գունավորվեն։ Շատ սուր վիճակներում չեմ կարողանում գրել, որովհետև երբ հետո ընթերցում եմ, ես զգում եմ, որ այդ շատ խիտ զգացողությունները խանգարում են իմ հետագա կյանքին։ Այդ պահերին փորձում եմ չգրել։ Գրեցի վերջին օրերին, երբ Արցախում էի, այդ 10 օրերին, երբ համարյա թե մանավանդ վերջին ամենամենակ օրերիս, երբ չգիտեի ինչ անել, երբ չգիտեի ոնց հավաքվել, ոնց հրաժեշտ բառներ կարծես թե ինձ համար այդ պահին կորցրել էր իր բոլոր նշանակությունները, այդ պահին որոշակի բաներ գրեցի հետո, արդեն կարոտից, հիմա էլ գրում եմ մեկ-մեկ, բայց ավելի շատ գրում եմ առանց գրելու, իրի մտածում եմ ավելի շատ, ափսոսում եմ, որ չբառավորեցի, հետո հասկանում եմ, որ շատ էր այդ տխրությունը թանձր բառերի համար, կարծես թե մի տեսակ բառերն էլ իրենց կորցրել են իրենց նշանակությունը, հնարավոր չի երբեմն նկարագրել իրավիճակը, հիմա ես դա եմ հասկանում, մեկ-մեկ ասում եմ, որտեղից եմ ես, որտեղացի եմ ես, որտեղ պիտի ապրեմ, հարցեր, որոնք պատասխան չունեն ու հարցեր, որոնք ամեն օր այսպես գալիս են մեղի պես եւ քեզ ստիպում են տխրել, մտահոգվել, միջավայրից առանձնանալ։ 100 տարի առաջ եղավ այս ամենը։ Կարծես վերապրեցինք, դուրս եկանք, փորձեցինք, ողջ եղածները փորձեցին շարունակել, գրվեցին վեպեր, վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, չգիտեմ, կազմակերպվեցին հուշ երեկոներ, լաց եղանք, մոմ վառեցինք, հուշակոթող սարքեցինք, հետո ինչ, 100 տարի հետո ինչ շահեցինք։ Կարծես թե մեծ բան չենք շահել։ Մի քանի երկրի կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն, բայց ի վերջո ոչինչ չենք շահել։ Հիմա նորից նույնն է կատարվում։ Ու ես մտածում եմ վաղվա մասին, 20 տարի հետո, 50 տարի հետո, միթե չի կրկնվի նույնը։ Հիմա ես գրող եմ, բանաստեղծ եմ, արվեստագետ եմ, չգիտեմ, մանկավարժ եմ, ինչ անեմ ես այսօր, որ իմ ձայնը լսելի լինի։ Ինչ է կախված ինձնից։ Ես չգիտեմ ինչ անեմ, որ վաղը կարողանամ, հիմա էլ չեմ կարողանում երեխաների աչքերին նայել։ Ինչ անենք, որ աշխարհը մեզ լսի։ Նույնիսկ բանաստեղծություն գրենք, նույնիսկ վեպ գրենք, նույնիսկ ֆիլմ հանենք։ Երբ պիտի մտածենք այլ միջոցների մասին։ Ի վերջո նույնիսկ նույն բանն է, ուժն է ծնում իր իրավունքը։ Հիմա այսպես
չեմ ուզում ասեմ ծիծաղելի, ողորմելի, անորոշ, բայց այդ ամենը կա։ 90-ականներին ես կորցրել եմ իմ քերուն եւ հոր եղբորը, բայց իհարկե անցումային շրջաններ, ես տարապել եմ շատ, բայց նաեւ մի այնպիսի հպարտության զգացում կար իմ մեջ, երբ ես նրանց հիշում էի, մի ժպտում էի, ոչ թե լացելին, այլ ժպտում էի, որովհետեւ գիտեի, որ նրանք մի շատ մեծ բան են արել, ու ես այնքան էի հպարտ, պահում էի նրանց շորերը զինվորական, նրանց վերջին օրերը, անգամ իմ հոր եղբոր այդ վիրավորված շորն ենք մեր տանը պահում ենք մինչև վերջ, այսպես շոշափում էի նրանց շորերը եւ զգում էի, որ ինչ որ ուժ եմ ստանում այդ ամենից, ժպտում էի, որ իրենք կարողացան պահել այս ամենը։ Հիմա ես երբեմն այսպես հիմա ես ամաչում եմ, ոչ թե երբեմն այլ հաճախ ամաչում եմ։ Ինչ ենք ուզում մենք։ Ուզում ենք ընդամենը մեր հազարամյա աճունների կողքին ապրել։ Սա էր։ Եթե մեր երկիրը չի, ինչու պիտի ունենանք 2000-ամյա եկեղեցի, 2000-ամյա շինություն, 2000-ամյա գերեզմանատուն, շենք, տաճար։ Ինչ անել ի վերջո հողը պահելու համար։ Փոխել ազգությունդ, փոխել կրոնդ, փոխել լեզուդ։ Ինչպես դա անել։ Եվ արդյոք այդ ամենով, ասենք, ինտեգրվելով, ինչ-որ բան փոխելով, լեզու փոխելով, հնարավոր էր հողը պահել, հնարավոր էր մնալ այդ հողի տերը։ Հողը ամենաթանկ բանն է։ Եթե դու չունես այդ հողը, արդեն սկսում ես ամեն ինչի վրա կասկածել, չհավատալ, թուլանում է քո եսը։ Չգիտեմ, այդպես եմ մտածում, երևի թե հողը այդ ամենի հանրագումարն է, որովհետև ի վերջո հողի մեջ ավելի շատ են, քան հողի վրա։ Մարդ կար, որ իր հետ հող է բերել, ես անգամ դա չկարողացա անել, որտեղ մտածում էի, որ դա էլ է հրաժեշտի նման մի բան, չբերել, որ նորից գնաս շոշափես։ Ես նոր շենքերի քիչ եմ նայում, ես նոր երկնքի քիչ եմ նայում, ես նոր դաշտերի համարյա չեմ նայում, ես չեմ հարմարվում։ Ես պարզապես փորձում եմ ընթացքը ապահովել, որ կարողանամ ուժ ունենամ իմ մեջ, նորից գնամ եւ շարունակեմ։ Խանդավառություն ունենամ, առողջություն ունենամ, որպեսզի գնամ եւ շարունակեմ։ Ուզում եմ մեռնել այնտեղ, որտեղ ծնվել եմ։ Սա իմ երազանքն է։ Ձուլվել այն հողին, որ ինձ ծնել է ուսնել, որ ինձ տվել է երազանք, միտք, գրելու ունակություն։